Արդեն վաղ հունիսի 6-ին կմեկնարկի թվով 3-րդ Երևանի բալետի միջազգային փառատոնը։ Այս հսկայական բեմը կառուցելու, ինչպես նաև Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից արտիստներին հյուրընկալելու վրա ծախսվել է 16 օր եւ 597 միլիոն դրամ։ 24-ժամյա ռեժիմով աշխատանք է եղել թե բովանդակային, գեղարվեստական, նվագախմբային եւ արտիստական կազմը 500 հոգի է, եւս 600 հոգի Երևանից աշխատակազմ է աշխատել, օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի քաղաքապետարանը եւ հսկայական տեխնիկական անձնակազմը։ Մշակութային այս բացառիկ միջոցառումը տեղի ունենում բաց երկնքի տակ, Թումանյանի անվան զբոսայգում, հունիսի 6-ից 13-ը։ Նախորդ 2 տարիներին մենք գերազանցել ենք 100,000 հանդիսատեսը, իսկ այս տարի, այս 5 օրերի ընթացքում այս տարվա փառատոնին կանխատեսում ենք 100,000-ից ավել հանդիսատես։ Նման փառատոնները 3-4-5 տարի առաջ են պլանավորվում, բայց ընտրությունը այնպես է լինում, որ մենք գիտենք, որ թատրոնները մեր հանդիսատեսը կցանկանար տեսնել։ Այսինքն ամեն դեպքում Ռուսաստանից հյուրերին հրավիրելը կապված է նաև հանդիսատեսի ցանկությունների հետ, հա։ Այստեղ հարցը ցանկությունների մեջ է եւ իհարկե մեծ թատրոնը եւ Մարինան թատրոնը գիտեք աշխարհի լավագույն թատրոններն են։ Հրավիրում ենք այնպիսի բեմադրիչների, որոնք տարբեր ձեռագրերով են աշխատում, որպեսզի մեր բալետային խումբն էլ կարողանա զարգանա եւ ավելի արագ զարգանա։ Փառատոնի բացումը կանի Մոսկվայի մեծ թատրոնը, Ժիզել եւ Գալա բալետ ներկայացումներով։ Ես առաջին անգամ եմ այստեղ եւ դա հրաշալի է։ Վստահ եմ մարդիկ այնտեղ մեզ կաջակցեն։ Ես կարծում եմ, որ թատրոնը շատ լավն է։ Արտիստի համար միշտ հետաքրքիր է դիտել, թե ինչպես են աշխատում այլ բալետի արտիստները։ Օրինակ, ես երբեք չեմ ապրել բաց հարթակում բալետ, միայն գալա համերգներում։ Ես երևի ինձ չեմ առանձնացնում որպես սովորական մարդ եւ առանձին որպես բալերինա։ Ինձ համար դա մեկ ամբողջություն է։ Ահա, նայեք, սա իմ փոքրիկն է։ Իսկ այստեղ իմ մեծ թատրոնի խաղացանքն է։ Շատ ներկայացումներ կան, նոր խորեոգրաֆներ են գալիս, նոր բեմադրություններ։ Դա շատ հրաշալի է, երբ ամեն ինչ կանգ չի առնում։ Երևանի միջազգային բալետային փառատոնը ոչ միայն գեղարվեստական, այլև սոցիալական առաքելություն ունի։ Քաղաքային մշակութային կյանքը դինամիկ եւ հասանելի դարձնել բոլոր շերտերի համար, խթանել մշակութային туриզմը եւ Երևանը վերածել բալետային մայրաքաղաքի։ Անի Հովանեսյան, Ստեփան Տիգրանյան, Rio Open Media։